Ես հիմա մեկ ուրիշ հոլովակ եմ պատրաստում, շատ կարևոր ռուսների մասին, այսօր երևի կավարտեմ կգցեմ, բայց ուղղակի հիմա չեմ կարող ինձ զսպել և չասել, վերջին նորությունները հետևում եք, չէ, ոչ, տելևիզիա, ցույցով, թեկուզ, Ղախմեն Նիկոլը էլի հավաքել է Եվրո ղախման միության դեսպաններին և քննարկում է հետագա ինտեգրումը, դա առանձին թեմա է, այսինքն նույնն է ուղիղ դժոխք կա ինտեգրում ձեզ։ Ամսի 4-ին է հուլիսի այդ Ուրսուլան կրկին այցելելու է Նիկոլին։ Հիմա հարց է ծագում։ Տեսնում եք, չէ՞, Ռուսաստանը ինչ փաստորեն սա ինչպես ուզում են կոչես, բայց սա սանկցիաներ է մտցրել Նիկոլի Հայաստանի դեմ։ Ծաղիկներ, բանջարեղեններ եւ այլն, դա դեռ սկիզբն է։ Տակ են տալու տուժվելու են տուժվողները, հայաստանցիները, ավելի ճիշտ հայվանները, նրանցից մեծ մասը ասում են Սրիկա Նիկոլին են։ Միևնույն ժամանակ հիմա տեսնուք, սա գիտակցաբար է ղախպիցը սատանեն անում, բայց ինչ է հետո ասելու, երբ Ռուսաստանը փաստորեն ավելի է շարունակելու տնտեսական ճնշումը, արգելքները, որից հետո փաշի այդ ղախմեն ինչ ասելու Նիկոլը, ում է մեղադրելու։ Դու հենց ձեզ այդ արտադրողներին, կասի դուք եք մեղավոր։ Ինչ եք ծաղիկ բանջարեղեն միրգ արտադրում։ Սա սատանու ծնունդ է։ Արտադրողներին կմեղադրի։ Ես լուրջ եմ ասում, այդ սատանա Նիկոլը ձեզ է մեղադրելու արտադրողներ։ Դուք եք մեղավոր։ Կրթվեք, ծրագրավորում, պորնո սայտեր բացեք։ Բոզի տղա Նիկոլը, սա ուղղակի սատանա է։ Ես չգիտեմ, դուք ինչպես եք նայում։ Ձեր տեսողությունը որ աստիճանում է։ Չէ որ տեսողությունը, չէ, մի քանի աստիճաներ ունի։ Ըստ երևույթի մեծամասնության տեսողությունը ամենացածր, առաջի ամենացածր պրիմիտիվ աստիճանի։ Բայց ես հավաստիած մի հատ աշկները լվացեք, մի հատ կողքից նայեք, սատանեն լիարժեք ներխուժելա մուտքա գրվելա, գրանցվելա Նիկոլի մեջ։ Ձեզ որ հարցրեն, բա ինչպես է։ Սատանեն արտաքինից, սատանու արտաքինը։ Ցույց տվեք Նիկոլի պատկերը եւ ասեք այսպես։ Հենց այսպեսին է սատանու պատկերը, Նիկոլի պատկերը։